Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունվարի 5-ն է եւ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք երեկվա Փաշինյանի հայտարարությունից, որտեղ որ ինքը մի շարք եպիսկոպոսների հետ մեկտեղ բարենորոգման մասին փաստաթուղթ ստորագրեց, հայտարարություն տարածեց, դրանց բացի կանդրադառնանք Ալիևի հայտարարություններին ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև կխոսենք միջազգային կարևոր իրադարձություններից, ինչպես նկատել եք, հիմա աշխարհում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, հետաքրքիր հայտարարություններ են հնչում ամեն տեղից, աշխարհի տարբեր կենտրոններից, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այդ մասին կխոսենք եւ կհասկանանք, թե հիմա որ երկիրն է կարող դառնալ հաջորդը Վենեսուելայից հետո, ինչ է ասում Թրամփը եւ ինչ սպասել մոտակա ժամանակներս Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նախքան հաղորդումը սկսելը կրկին կոչ եմ անում բոլորին անպայման լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին, եթե մինչեւ հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, իսկ բոլոր նրանց, ովքեր որ վաղուց բաժանորդագրվել են, կրկին ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը։ Եվ ինչպես արդեն նշեցի, երեք երեկոյան հետաքրքիր տեսանյութ տարածվեց, որտեղ որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, մի շարք եպիսկոպոսների հետ միասին հայտարարեց այդ մասին եւ փաստաթուղթ ստորագրեցին, որով որ հռչակվեց բարենորոգման օրակարգը, եկեղեցու փաստացի պետի հրացման հարցը դրվեց օրակարգում, կաթողիկոսի տեղապահի ընտրության հարցը դրվեց օրակարգում, ինչպես նաև եկեղեցու կանոնադրության ընդունումը եւ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցը։ Հիշում եք, մոտ 2 շաբաթ առաջ Երևանում ես ասել էի, որ հնարավոր է մինչև Սուրբ Ծննդյան պատարագ ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, եւ կարելի ասել, որ այստեղ եւս մենք չսխալվեցինք այն առումով, որ հիմա կոնկրետ Սուրբ Ծննդյան այս տոնական օրերին արդեն մեկնարկում է կոնկրետացված գործընթաց, բայց թե ինչպես է այն ավելի կոնկրետացվելու, մենք կհասկանանք, կարծում եմ, ընթացս, բայց մեկ բան փաստ է, որ հենց հիմա այդ process-ը արդեն մեկնարկում է եւ դրա մեկնարկը տրվեց 3։ Եկեղեցուց մենք կարծում եմ մոտակա օրերին դեռ շատ առիթ կունենանք խոսելու։ Հիմա կարծում եմ կարևոր անդրադառնալ նաեւ նրան, որ 3 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել էր իր մոտ ամերիկյան պատվիրակությանը եւ զեկուցում էր այն մասին, թե ինչպես հիմա հաստատվել է խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես առևտրային հարաբերություններ են հաստատվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, խոսել էր նրա մասին, որ արդեն Ադրբեջանը նավթ է վաճառում Հայաստանին, դրանից բացի չի խոչընդոտում, որպեսզի Ղազախստանից, Ռուսաստանից ծորեն ներմուծվի Հայաստան, խոսեց նաեւ TRIP ծրագրի իրականացումից եւ Ալիևը շատ լավ հասկանում է, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պետք է խոսել հենց այդ լեզվով։ Հիշում եք Բայդենի իշխանության վերջին օրերին շատ հակաամերիկյան հայտարարություններ էր անում նույն Իլհամ Ալիևը, հիմա հասկացել է, որ նման ոճով չի կարելի շարունակել, դե ինչի մասին է խոսքը, այդ ամենի վկայությունները նաեւ օգոստոսի 8-ի իր Վաշինգտոն մեկնելը, փաստաթղթի ստորագրելը եւ մնացած նաեւ հայտարարությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի մտադրությունը հասնել ռազմավարական բնույթի իր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հիմա ինչ տեղի ունեցավ Վենեսուելայի նախագահի հետ, կարծում եմ առավել եւս դրանից հետո Ալիևը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ապացուցի Թրամփին իր հավատարմությունը։ Ինչ է դա նշանակում մեզ համար, կրկին եթե խելացի լինենք եւ կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից, բնականաբար շատ լավ կլինի, բայց եթե խելացի չգտնվենք, այդ ամենը աշխատելու է միանշանակ ի վնաս մեզ։ Հիմա խոսենք, թե ինչ նոր հայտարարություններ է արել Դոնալդ Թրամփը այդ խելքապտույտ իր հաջողությունից հետո, որը որ կապված է Վենեսուելայի նախագահի ձերբակալության հետ։ Ասեմ, որ Թրամփի ախորժակը միանգամից երևում է, որ ավելի է մեծացել, դե ասում են ախորժակը գալիս է ուտելու ժամանակ, եւ հիմա Թրամփը անում է շատ մեծ հայտարարություններ, որոնց տակից պետք է դուրս գալ, որոնց որ պետք է հետեւականորեն հասնել։ Եվ կոնկրետ արդեն խոսում է
իր ծրագրերից Գրենլանդիայի հետ կապված, դե Վենեսուելայի հետ պարզ է, Թրամփը ասում է, որ կարող է շատերը վիճեն, բայց մենք ենք արդեն այնտեղ ղեկավարում, ասել է, որ եթե խելացի գտնվի Վենեսուելայի փոխնախագահը, շատ լավ կլինի իր համար, թե չէ շատ ավելի վատ ավարտ կունենա Վենեսուելայի փոխնախագահը, նույնիսկ ավելի վատ, քան ունեցավ Մադուրոն։ Կարծում եմ ակնարկը հստակ էր, նաև Վենեսուելայի մասով կարող եմ ասել այն, որ Մարկո Ռուբիոին է հանձնարարված Վենեսուելայի հարցը, այսինքն ինքն է փաստացի հիմա հերակա կարգով ղեկավարելու Վենեսուելան։ Հերակա կարգով ասելով չեմ ասում Վենեսուելայի ղեկավարը փաստացի Մարկո Ռուբիոն է, բայց այն բոլոր գործընթացները, որոնք որ հիմա տեղի կունենան Վենեսուելայում, նախագահի ընտրություն եւ այլն, այդ ամենը վստահված է կոնկրետ Մարկո Ռուբիոյին։ Տեսնենք ինչպես կստացվի Մարկո Ռուբիոյի մոտ։ Իրոք բարդ հարց է, դրա համար ռուսներն էլ վիճում են, ասում են, հա, դուք տարակ Մադուրոին փախցրիք, արևանգեցիք, հիմա ինչ, հիմա ով է ղեկավարելու Վենեսուելան, այսինքն ակնարկում են, որ այդպես չէ, որ Վենեսուելայի իշխանությունները հիմա կհանձնվեն եւ կասեն, որ արիք ամերիկացիներ, ահա ամեն ինչ բաց է ձեր առջև։ Իրականում այդպես էլ կա, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ վախը Վենեսուելայի իշխանության մնացած հատվածներում համատարած է, ինչքան էլ մեծ հայտարարություններ անի Վենեսուելայի պաշտպանության նախարարը, դա ծիծաղելի է իր քթի տակից փաստացի տարան իր ղեկավարին, Վենեսուելայի նախագահին եւ հիմա ինչ էլ խոսի անիմաստ է։ Դրանից բացի մենք տեսանք, թե ինչ իրավիճակում հայտնվեց ռուսական հակաօդային պաշտպանությունը, նույն Կուկերը ինչ ձևով ոչնչացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնպես որ իրոք Ամերիկայի Միացյալ Նահանգներն են իմ պատկերացմամբ իշխելու հիմա Վենեսուելայում, բայց այնպես չէ, որ շատ հանգիստ հիմա այդ գործընթացը ու հարթ կընթանա, որոշ խնդիրներ Ամերիկայի Միացյալ Նահանգներին այնուամենայնիվ սպասվում են, որոշ բարդություններ այդ ճանապարհի վրա, բայց կասկած չունեմ, որ միանշանակ ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգները հասնելու են հաջողության, այսինքն ամենամեծ հաջողությունը արդեն իրենք գրանցել են, առևանգելով Մադուրոին։ Շարունակելով թեման, ինչպես արդեն նշեցի, Թրամփը գլխապտույտ հաջողություններից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Սկսենք երևի Ուկրաինայից, որը որ շատ կարևոր է, նա ասել է, որ ինքը չի հավատում Պուտինի պնդմանը եւ ընդհանրապես ռուսների պնդումներին, որ Զելենսկին անօթաչու թռչող սարքերով Ուկրաինան հարձակում էր գործել Վալդայում տեղակայված Պուտինի բնի վրա։ Դե այդ մասին զեկուցել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին հետախուզությունը, լավ է, որ Թրամփը ի վերջո սեփական արտաքին հետախուզությանը լսեց եւ հասկացավ, որ դա հորինված էր, եւ Թրամփը ավելացնում է, որ մոտակայքում ինչ որ գործողություններ տեղի ունեցել են, բայց կոնկրետ որ Պուտինի առանձնատան վրա է եղել գրոհը, այդ ամենը չի համապատասխանում իրականության։ Փաստացի նման հայտարարություն արեց Դոնալդ Թրամփը։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությանը Վենեսուելայի մասով ասաց, որ իրանք շատ բարդ իրավիճակում են ռուսները Ուկրաինայի հարցով, կոկորդով բավականին լուրջ ձևով խրված են Ուկրաինայի ռուս-ուկրաինական այդ պատերազմի մեջ եւ արդից օգտվելով ընդհանրապես շնորհավորեց Լավրովին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Այսինքն լուրջ չմեկնաբանեց Լավրովի եւ արտգործնախարարության Ռուսաստանի հայտարարությունները Վենեսուելայի մասով։ Իսկ Թրամփը արդեն նշեց իր հետագա թիրախները։ Նա ասաց, որ Գրենլանդիան իրենց պետք է պաշտպանողական տեսանկյունից, այսինքն իրենց պաշտպանությունը ավելացնելու, ամրապնդելու համար, նա ասաց, որ այնտեղ վխտում են չինական եւ ռուսական նավերը եւ Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ, դրա համար իրենց հարկավոր է Գրենլանդիան, իրենց պետք է Գրենլանդիան, որպեսզի ամրապնդի Ամերիկայի Միացյալ Նահանգները իր անվտանգությունը, ահա այդտեղ այդ կարևոր, ստրատեգիապես կարևոր կղզու վրա, ամենամեծ եւ կարևոր կղզու վրա։ Ու եթե հիշում եք, սիրելի հայրենակիցներ, դեռ շատ ամիսներ առաջ, երբ որ Թրամփը նոր էր դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ես խոսում էի այդ մասին, որ Գրենլանդիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին հարկավոր է կոնկրետ անվտանգային նկատառումներով։
Հետո նա խոսեց նաև Մեքսիկայից, Մեքսիկայում էլ ասում է այնտեղ նարկոկարտելներն են իշխում, Մեքսիկայից բազմաթիվ մարդիկ են գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ասում է, որ Մեքսիկան պետք է ինքնուրույն գործողություններ ձեռնարկի, իրենք կարող են, բայց չեն անում, եւ այդտեղ էլ պետք է այդ հարցին եւս պետք է լուծում տրվի։ Այսինքն փաստացի Մեքսիկային եւս մեղադրում է Թրամփը նարկոկարտելների կողմից իր ղեկավարվող իշխանության մեջ եւ ասում է, որ դրա հետ եւս պետք է ինչ-որ բան անել։ Բայց ավելի լուրջ սպառնալիքների նա հնչեցնում Կոլումբիայի հասցեին, Կոլումբիայի նախագահի, ասում է, որ նրանք կոկոին են արտադրում եւ ներմուծում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ Թրամփը ասում է, որ այդ ամենով շատ մեծ մարդ է ղեկավարում, փաստացի Կոլումբիայի նախագահին նկատի ունենալով, ասում է, որ բայց ես ձեզ կասեմ, որ դա շատ երկար չի տևի, այսինքն հստակ ակնարկում է, որ Կոլումբիայում եւս ինչ-որ գործողություն կարող է իրականացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ու միանգամից լրագրողները հարցրել են, թե ինչ է դա նշանակում, եւ Թրամփը ասում է, որ ինքը շատ երկար չի զբաղվի դրանով, ու հարցը կրկին ուղղում է Թրամփին, թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն սցենարով օպերացիա են պատրաստում իրականացնել նաև այնտեղ, ու Թրամփը հստակ պատասխանում է, որ ինձ համար դա շատ վատ չի հնչում, քանի որ ինքը բազմաթիվ մարդկանց է սպանել։ Այսինքն ասում է, որ հա, ինչու՞ չէ, հնարավոր է նման օպերացիա իրականացնենք նաև Կոլումբիայում, այսինքն շատ ավելի հստակ պատասխան է տալիս Կոլումբիայի մասով, քան օրինակի համար նույն Մեքսիկայի մասով։ Ես հիշեցնեմ նաև երեկվա մամլո ասուլիսի ժամանակ խոսել էին Կուբայից, ու վերջում նա անդրադարձավ նաև Իրանին, ինչն է ամենակարևորը։ Մեզ համար կարծում եմ հենց կարևոր այն է, որ Իրանի մասով եւս հնչել է հայտարարություն Դոնալդ Թրամփի կողմից, ու հստակ Թրամփը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են հասցնել Իրանին հարված, եթե տեսնեն, որ շատ մարդիկ են զոհվում Իրանում։ Խոսքը կոնկրետ ցուցարարների մասին է, եւ Թրամփը սա արդեն երկրորդ անգամ է փաստացի հայտարարում, որ եթե Իրանում սկսեն հիմա մարդիկ զոհվել, սկսեն մարդկանց սպանել Իրանի իշխանությունները, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված կհասցնեն Իրանին։ Նետանյահուն, Իսրայելի վարչապետը եւս հայտարարությամբ է հանդես եկել Իրանի մասով արձագանքելով Իրանում տեղի ունեցողին, եւ այդտեղից եւս մենք հասկանում ենք, որ Իսրայելում եւս շատ ուշադիր հետևում են Իրանում տեղի ունեցողին, թե Նետանյահուն, գիտեք, ինքը դեռ պատերազմի ժամանակ, երբ որ հարված էր հասցնում Իրանին, այսինքն երբ որ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, խոսում էր այն մասին, որ Իրանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա եւ Իսրայելը ամեն ինչ անելու է դրա համար։ Եվ ասեմ, որ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, մարդիկ նույնիսկ մոլոտովի կոկտեյլներ են հիմա նետում անվտանգության ուժերի վրա, կան բազմաթիվ սպանվածներ, նախնական տեղեկություններով մոտ 15 մարդ է սպանվել, բազմաթիվ վիրավորներ կան, 500-ից 600 հոգի պաշտոնական տվյալներով ձերբակալվածներ կան, բայց այնուամենայնիվ ցույցերը շարունակվում են, բավականին բարդ իրավիճակ է, եւ կա նաև տեղեկություն, որ Այաթոլլահ Խոմեյնին հասկանում է, թե որքան բարդ է իրավիճակը երկրում, եւ մշակում է սցենար, որով որ եթե կարիք լինի, ինքը եւս Ասադի նման փախուստի դիմի Ռուսաստանի Դաշնություն, այսինքն այնպես չստացվի, որ Իրան էլ ձերբակալեն կամ ինքն էլ գերի ընկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ձեռքում, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի մոտ։ Այսինքն նման սցենար մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ոչինչ չի կարելի բացառել այսօրվա աշխարհում, ոչինչ չի կարելի բացառել, եթե ցույցերը ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ստանան, չնայած որ դրանք բավականին մեծ մասշտաբների են արդեն, եւ իրավիճակը ավելի լարվի, լինեն բազմաթիվ զոհեր, ու դրան խառնվի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, սկսեն օդից օրինակի համար հարվածներ հասցնել, ինչը ես չեմ կարող միանշանակ բացառել, ապա լուրջ խնդիրներ կառաջանան անձամբ ազգությամբ ադրբեջանցի Այաթոլլահ Խոմեյնիի, ինչպես նաեւ Մասուդ Փեզեշքյանի մոտ։ Դրա համար իրենք արդեն մշակում են այնպիսի սցենար, որով որ անհրաժեշտության դեպքում կարողանան փախուստի դիմել դեպի Մոսկվա։ Այս պայդրությամբ այսքան, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։